Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, խաղաղություն եւ շնորհ Աստծուց լինի մեզ հետ։ Ես աղոթում եմ յուրաքանչյուրիս համար, որ մենք չատենք խրատը, չատենք դիսցիպլինան, որ Աստծո խրատը ընդունողներ լինենք, մեր ականջները խրատ սիրող ականջներ լինեն, մեր սիրտը Աստծո առաջ խոնար հեզ լինի, որ Աստծո խրատը, որ մեր բարիքի համար է, մենք ընդունենք, որ Աստծո խոսքը ականջի հետև չգցենք, այլ մեր կյանքի մեջ առնենք, կիրառենք։ Եվ ես աղոթում եմ, որ այսօրվա դասը ամբողջովին լինի Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգին թող պատրաստի մեր սրտերը, որպեսզի մենք գանք լսելու ցանկությամբ լցված, մեր սրտերը բաց, մեր ականջները բաց, պատրաստ Աստծո ճշմարտությունը ընդունելու, որպեսզի մեր մեջից հեռանա հակառակությունը, կամակորությունը, ըմբոստությունը, եւ մենք խոնարհվենք Աստծո առաջ, մեր ականջները, մեր սիրտը, մեր լսելիքը տանք Աստծուն, եւ թող Աստված այս ամենով ազատագրի մեզ կապանքներից, բերի լույսի մեջ, իր ճշմարտության ճանապարհի մեջ եւ սովորեցնի մեզ ճշմարտությունը։ Աստվածաշնչում Աստված ասում է. «Իմ ժողովուրդը կործանվում են գիտելիք չունենալու պատճառով», եւ դա հոգեվոր գիտելիքի պակասությունն է։ Եվ այսօրվա այս բոլոր թարգմանությունները լինի Աստվածաշնչի մեկնաբանության, թեոդիալների գրքերի թարգմանության եւ կիսվելու անում եմ հենց նրա համար, որպեսի հոգեվոր գիտելիք ձեռք բերենք, կրթվենք, որ պարտված մարդիկ չլինենք, այլ Աստծո գիտությամբ, Աստծո զորությամբ հաղթանակենք։ Հիսուսի անունով, ամեն։ Շնորհակալ եմ քեզ Տեր Աստված այս հնարավորության համար եւ այս նոր գրքի համար, որ մենք կարդալու ենք ու մեկնելու ենք։ Նախկին մոտ քանի դաս կլներ, 60 դաս, եթե չեմ չափազանցացնում, գուցե սխալվում եմ, ինձ ներող կլինեք, մենք խոսել ենք ապաշխարության մասին։ Իսկ հիմա մենք անդրադառնում ենք կռապաշտությանը։ Կռապաշտություն, դարերի մեղքը, ժամանակակից գայթակղությունները։ Գրքի հեղինակն է Թոմաս S. Ջոնսոնը։ Հեղինակը այս գիրքը նվիրել է Հիսուսին, ով մեր հավատքի հեղինակն է ու մեր հավատքի կատարողը։ Այսօր կանդրադառնանք գրքի նախաբանին։ Մարդկության պատմության տարեգրության ընթացքում, սկսած հին քաղաքակրթություններից, երբ մարդիկ պաշտում էին քարից, փայտից, ոսկորից, ոսկուց, արծաթից, սարքած այսպես կոչված չակերտավոր աստվածներին, կամ պաշտում էին արևին, լուսնին, աստղերին, բնությանը, ու մինչև այսօրվա մոլուցքը, երբ տարված ենք տեխնոլոգիայով, մեր էգոյով, մեր եսով, մեր իմիջով, մեկ մեղք, որ մարդը գործել է, մնացել է անփոփոխ ու հաստատուն, եւ դա կռապաշտության մեղքն է։ Մեր նվիրվածության ու պաշտամունքի առարկաները որոշ չափով փոխակերպվել են դարերի ընթացքում, ողջ ամբողջությամբ, բայց փոխակերպվել են։ Գուցե շատերը այս օրերին չեն պաշտում հեթանոսական, այսպես կոչված աստվածներին, որոնց մենք կոչում ենք չաստվածներին։ Իսրայելի ժողովրդի պես չեն սարքում ոսկե հորդ ու պաշտում դրան Աստծու փոխարեն։ Չնայած կան, որ դեռ անում են, բայց այսօր մեր պաշտամունքի առարկան դարձել է հեռուստացույցի շողշողացող էկրանը, ու մենք հասկանում ենք, որ մեր պաշտամունքի առարկաները փոխվել են, բայց
խնդիրը, արմատը, պրոբլեմը պահպանվել է եւ նույնն է։ Կռապաշտությունը միայն քարից, փայտից, ոսկրից, արծաթից ու ոսկուց արձանների առաջ խոնարհվելը չէ։ Կռապաշտությունը միայն արևապաշտությունը չէ, կամ լուսինապաշտությունը չէ, կամ չաստվածներին պաշտելը չէ։ Միայն, այլ կռապաշտությունը այն է, երբ մենք որևէ բանի կամ որևէ մարդու ավելի բարձր տեղ ենք տալիս մեր սրտում, ավելի բարձր տեղ, քան Աստված ունի մեր սրտում, մեր կյանքում, մեր առօրյայում։ Կռապաշտությունը դա այն չարաբաստիկ արմատն է, որից բխում են բոլոր մյուս մեղքերը, մեր պաշտամունքի և առաջնահերթությունների, պրիորիտետների հիմնարար անհամապատասխանությունը, այսինքն մեր առաջնահերթությունները ու մեր պաշտամունքը չեն համապատասխանում իրար։ Կռապաշտություն դարերի մեղքը գիրքը խորանում է այս հավիտենական օրինազանցության մեջ, որը շարունակում է մարդկությանը պահել գերի ու օձի պես կարծես փաթաթվել է մեզ։ Այս գիրքը ուսումնասիրում է, թե ինչպես է կռապաշտությունը դրսևորվում ժամանակակից կյանքում, նենգորեն, թե նրբորեն, հարստության, կարգավիճակի, ստատուսի, հարաբերությունների և նույնիսկ արտաքինից չարիք չթվացող բաների միջոցով, ինչպիսիք են սոցիալական մեդիան, սոցիալական հարթակները և զվարճանքները, հաճույքի վայրերը։ Այստեղ չի խոսվում չաստվածների հեթանոսական պաշտամունքի մասին։ Սրա համար Աստծո առաջնորդությամբ և ուղղորդությամբ և նրա օգնությամբ առանձին դաս կպատրաստեմ մեկ օր, դրա վրա պետք է խորությամբ աշխատել։ Այս գիրքը խոսում է մեր ամենօրյա կռապաշտությունների մասին, մեր ժամանակակից աշխարհում։ Այս գիրքը նախ սկսում է այն բանից, որ Աստված արարել է մարդուն, մարդկությանը իր պատկերով և բացատրում է մեզ, թե որն է մարդկության համար նախատեսված ներհատուկ նպատակն ու նախագիծը, որով Աստված մեզ օրհնել է, և դա Աստծուն հոգով և ճշմարտությամբ երկրպագելն էր, և Աստծո մեջ գտնել թե մեր բավարարվածությունը, թե մեր լիակատար ամբողջական իրականացումը։ Այնուհետև այս գիրքը ցույց է տալիս այն աղետալի տեղաշարժը, այն սեյսմիկ փոփոխությունը, այն կատաստրոֆիկ փոփոխությունը, որ տեղի ունեցավ Ադամի և Եվայի անկմամբ, երբ նրանք ապստամբեցին Աստծո դեմ, ու այսպես գիրքը ցույց է տալիս մեզ, թե ինչպես Աստծուց վեր ինչ-որ բան գնահատելու Ադամի և Եվայի ընտրությունը կռապաշտությունը մտցրեց մարդկային էության մեջ։ Ադամն ու Եվան գերադասեցին անել մի բան, որ Աստված ասել էր չանեք։ Նրանք գերադասեցին հավատալ օձին, որ սատանային է այստեղ ներկայացնում, քան թե հավատալ Աստծո խոսքին։ Սա մի կռապաշտ էություն է, որ ամեն մարդ ժառանգել է Ադամից ու Եվայից, և դրա համար էլ մենք բոլորս ունենք մեղավոր էություն Աստծո առաջ։ Այս գրքի զգալի մասը նվիրված է կռապաշտություն հասկացողության բացատրությանը ու մեկնաբանությանը, որպեսզի մենք հասկանանք, որ կռապաշտությունը ոչ միայն ֆիզիկական կուռքերի պաշտամունքն է, այլ երբ մենք մեր ցանկությունները, մեր ձգտումները, մեր փափագները, մեր հավակնությունները, մեր ամբիցիաները և նաև որևէ ստեղծված իր, բան կամ մարդու վեր ենք դասում
Արարիչ Աստծուց առավել։ Արարիչ Աստծուց ավելի բարձր տեղ ենք տալիս դրանց մեր սրտում ու մեր կյանքում։ Եթե պատկերացնենք, որ մեր սրտի մեջ գահ կա, ու այդ գահին պետք է նստած լինի Աստված, բայց երբ որ մենք այս կռապաշտության մեջ ենք, մեր սրտի գահին նստած ենք նախ ինքներս մենք, մեր էգոն, մեր ցանկությունները, մեր ձգտումները, մեր հասկացողությունը, մեր մտածելակերպը, մեր հավատած ստերը, որոնք կազմում են այս ամբողջ կռապաշտությունները։ Սրտի մոդելի և կռապաշտության գործընթացի միջոցով մենք որպես ընթերցողներ և ունկնդիրներ կառաջնորդվենք հասկանալու, թե ինչպես սովորական ցանկությունները մեր կարող են վերածվել մեզ կառավարող կուռքերի, որոնք հանգեցնում են կործանարար վարքագծի ու հոգևոր գերության։ Գիրքը կտա մեզ կռապաշտության 7 փուլեր, որոնց միջոցով մենք կունենանք գործնական քայլեր, որ բացահայտենք ինքներս մեր մեջ և լուծենք կռապաշտության խնդիրները մեր սեփական կյանքերում։ Իսկապես անհրաժեշտ և կարևոր է լսել այս ամբողջ գիրքը, քանի որ այն կտևի, ամեն օր լսեք, ամեն օր նկատառումներ արեք, նշան գրի առեք, մի քանի անգամ լսեք։ Եվ ես կկիսվեմ սրտի մոդելով և կռապաշտության պրոցեսի նկարներով, երբ հասնենք դրանց, որպեսզի հասկանալի լինի բոլորի համար։ Շատ կարևոր է նաև, որ այս գիրքը ընդգծում է, որ հիմնական խնդիրը ոչ թե արտաքին հանգամանքներն են կամ այն առարկաները, որ գայթակղեցնում են մեզ, այլ խնդիրը մեր իսկ սրտերում է։ Այս գիրքը մարտահրավեր է նետում այն տեսակետին, որին հավատացողները ասում են, որ եթե հեռացնես այն տեխնոլոգիաները, այն իրերը, այն բաները, որ քեզ գայթակղեցնում են, ապա այդպես դու կլուծես քո պայքարը գայթակղության հետ ու էլ չես գայթակղվի։ Փոխարենը այս գիրքը մատնանշում է մեր սրտի ներքին վիճակը և մեր անձնական ցանկությունները, որոնք չեզոք հանգամանքները, չեզոք առարկաները վերածում են մեղք գործելու հնարավորությունների։ Դրա համար էլ Աստված մեր սրտերն է ստուգում։ Այո, առարկաները, որոնք գայթակղեցնում են, հեռացնելով ժամանակավոր լուծում կբերես, բայց ոչ մշտական։ Եթե օրինակ վերցնենք ալկոհոլիկին, նրանից հեռացնես ամեն տեսակ ալկոհոլը, նա կգնա միրգ կառնի, շաքար կառնի և այդ մրգից ու շաքարից ալկոհոլ կստեղծի, որ խմի։ Այսինքն ճանապարհ կգտնի, որտեղ իր ցանկությունն է անել դա։ Նույնը թմրամոլից հեռացնես ամեն բան և անգամ գումարն էլ իրանից վերցնես, իր մեջ եղած ցանկությունը կտանի նրան, որ գնա միտեղ գողություն անի, փող վերցնի, որ առնի այն ինչ որ իրան պետք է։ Անգամ մարդ կարան սպանեն դա անելու համար։ Այսինքն հեռացնել այդ բանը լուծում չի բերում, վերջնական լուծում չի բերում։ Այս գիրքը առաջարկում է հույսի և փրկագնման ուղերձ, կենդանի հույսի, հույս, որ հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա, փրկագնում, որ գալիս է միայն Հիսուս Քրիստոսով։ Այս գիրքը ընդգծում է, որ մենք կարող ենք հաղթահարել կռապաշտությունը, որ դա հնարավոր է, երբ մենք վերադասավորենք մեր սրտերը և երկրպագենք միայն Աստծուն և միայն Աստծու մեջ գտնենք մեր բավարարվածությունը, մեր ուրախությունը, մեր կյանքերի նպատակը և դրանց իրականացումը։ Միայն այդպես աշխարհիկ կուռքերի ժամանակավոր հրապուրանքը
կորցնում է իր ուժը, իր զորությունը, իր իշխանությունը մեզ վրա ու թույլ տալիս մեզ ապրել այն ազատությամբ և լիարժեքությամբ, որ բխում է մեր Արարիչ Աստծո հետ ճիշտ հարաբերություններ ունենալուց։ Այս գիրքը սոսկ ժամանակակից հասարակության որոգայթների քննադատություն չէ, այլ կոչ է, որ քննենք ինքներս մեզ, հայացք նետենք խորությամբ մեր մեջ, մեր սրտի մեջ, քննենք մեր ցանկությունները, մեր փափագները, մեր ձգտումները, մեր ամբիցիաները, մեր տրփանքները և գանք հոգևոր արթնացման։ Այս գիրքը ծառայում է որպես ուղեցույց յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է հասկանալ կռապաշտության դեմ իրենց պայքարի ավելի խորը արմատները և առաջարկում է գործնական մոտեցումներ ու պատկերացումներ հիմնված աստվածաշնչյան ճշմարտության վրա։ Եվ բնականաբար, երբ քննում ենք մեր սրտերը, ու մենք գտնենք կռապաշտության դեպքեր մեր կյանքում, որ բոլորս ունենք, եթե ինչ-որ մեկը ասի չունեմ, ուրեմն ստում է, ապա դրանք էլ պետք է բերենք Տիրոջ առաջ ապաշխարությամբ և դրանց արմատները թող Աստված վառի, արմատախիլ անի և ներում խնդրենք, որ այդ կռապաշտության անեծքը նաև քանդվի մեր կյանքերից և գա Տիրոջ ազատագրումը։ Այդ ամենը կարող է արվել միայն հավատքով և Հիսուս Քրիստոսով։ Այս ձայնագրությունները չեն լինի այնքան երկար, որքան նախկինում են եղել, կարճ թեմաներով, գլուխներով կանենք, որ ավելի հեշտ լինի հասկանալ ու նաև, որ ես էլ հասցնեմ։ Աստված օրհնի ձեզ, խնդրում եմ, լսեք հերթականությամբ ու թող Տերը բերի բոլոր նրանց, ում համար է այս ձայնագրությունները, ով սրա կարիքը ունի, և ամեն խոչընդոտներ, որ դրված են մարդկանց վրա, որպեսզի չգան ու չլսեն, լինի ինտերնետը, լինի ժամանակ չունենալը, լինի հոգսերը, հիվանդությունները, իրենց իսկ ծուլությունը, թող Տերը ողորմի և քանդի այդ ամեն կապանքները, ամեն անջրպետները և հավաքի արևելքից, արևմուտքից, հյուսիսից ու հարավից բոլորին։ Տեր, խնդրում եմ, ներառի նաև իմ ընտանիքի բոլոր անդամներին առանց բացառության, որտեղ մենք այս ամեն ճշմարտության ու գիտության կարիք ունենք։ Ինձ էլ օգնի ոչ միայն թարգմանել ու կիսվել, այլ ուշադրությամբ, զգոնությամբ ես էլ իմ բաժին գործը անեմ իմ կյանքում արմատախիլ անելու կռապաշտության ամեն թաքուն նենգ ու նուրբ ձևերը։ Հիսուսի անունով։ Ամեն։